Ողջույն բոլորին, այսօր խոսենք մի շարք խնդիրների մասին։ Տեսեք, օրվա մեջ մեր աշխատանքային ժամերի ընթացքում շատ հիվանդներ են գալի մեր մոտ։ Պատկերացրեք, ախտորոշումը գրած որ անհապաղ վիրահատություն, տված է որ 1 ամիս հետո եթե մինչև 1 ամիս չվիրահատվենք, կարող է ընդհանրապես մենք չքայլենք։ Շատ դեպքեր շատ է ինձ հանդիպել, որ վիրահատությունից հետո մարդը ընդհանրապես չի քայլել։ Դες կար ժամանակում շատ պացիենտների հանդիպեցինք, որ պատկերացրեք 1-2 այցի հաճախելուց հետո իրանց փայտը գցել սկսել են քայլել, սկսել են վազել։ Վարություններ կան, որ իրոք դեկոմպրեսիոնի հոդը սկսում է թուլացնել։ Մարդը դեղորայք օգտագործելով շատ երկար մկանները, որ մեր էլաստիկությունն է ապահովում, մեր շարժունակությունն է ապահովում, մկանների հետ սկսում ենք աշխատել, թուլանալուց հետ տրիգերին տոշկեք հետ լարված մկանները, ազդակները թուլանալուց հետո մարդը սկսում է առանց ցավ տեղաշարժվել։ Ճողվածքը ընդհանրապես կապ չունի։ Դեպք է եղել, որ եկել հենց առաջի օրվանից սկսել է քայլել, անգամ որ մի կերպ են բերել։ Ուղղակի վերցնել մինչ ողային սկավառակի ճողվածքը ինչ որ չափսերի վերածել եւ ուղղակի փորձել վիրահատել, դա շատ սխալ է, քանի որ հիմա մեր մոտ շատ են մեզ դիմում, ավելի շատ մենք վիրահատվածների հետ ենք աշխատում, որ վիրահատությունից հետո իրանք դժվարությամբ են տեղաշարժում, ցավերը նորից հետ են գալի, բուժման տարբեր մեթոդներ կան, մենք դեղորայքին դեմ չենք, դեղորայքը կարելի է օգտագործել, եթե ինչ-որ օրգանի հետ խնդիրներ կան, երիկամի կամ ինչ-որ կարելի է դեղորայքով թոքաբոր բուժել կամ ինչ-որ մի բան, բայց մկանա-ոսկորային խնդիրը, քանի որ մենք մոտ 60%-ից ավել մկանային ենք, եւ մեր սնուցումը միջողային սկավառակ դա միմիայն կատարում է մկանները։ Իսկ ցավոք MRT-ն դա չի տեսնում եւ նշեմ, MRT-ն ինքը վերջնական չի հանդիսանում ախտորոշում, քանի որ վերջում եթե նկատեք, գրում այնտեղ եզրակացություն, ռուսերեն կամ заключение, գրում է վերջում մանր տառերով, տվյալ եզրակացությունը որպես վերջնական ախտորոշում չի հանդիսանում, կարող է քննարկվել բուժող բժիշկների կողմից, չի գրում massam չի հանդիսանում, ինքը գրում է որ չի հանդիսանում։ Եթե մի բանը չի հանդիսանում վերջնական ախտորոշում կամ դիագնոզ ինքը չի համարվում, չի կարելի ուղղակի վերցնել, ինչ-որ ճողվածքի համար վիրահատել, ողնաշար եւ ունենալ հետագա բարդություններ։ Այսօր կան ողնաշարի տարբեր տեսակի բուժումներ։ Ինչ են հիմնականում առաջարկում։ Սուր ցավերի դեպքում բլոկադաներ, էլեկտրոֆարեզ, մանուալի թերապիա, ասեղնաբուժություն։ Հիշեցնեմ, քանի որ խնդրեմը մկանա-ոսկորային խնդիր է։ Գրիժաները, ճողվածները առաջանում են, երբ որ միջողային սկավառակը, քանի որ ինքը 82%-ից ավել է հեղուկ է, եւ փոխադրամիջոցը հանդիսանում է միմիայն մկանները չաշխատելով մեր դիսկը, ողնաշարի միջողային սկավառակը, դիսկը գնալով ինքը սկսում է տարների մեջ չորանալ, սնուցում չստանալ եւ առաջանում են պրոտրուզիաներ, գրիժաներ։ Մեր մկաններով անցնում է երը, կանոտ, ներվեր, ամեն ինչ։ Փոխադրամիջոցը հանդիսանում է մկաններ դեպի միջողային սկավառակ։ Ուղղակի վերցնել միջողային սկավառակի ճողվածքը վիրահատել, ես ձեզ ասեմ շատ սխալ է, քանի որ մենք ամեն օր կարելի ասել մի քանի հիվանդների հետ, որոնք վիրահատության փուլեր են անցել 1 անգամ, 2 անգամ, եւ վիրահատությունից շատ կարճ ժամանակ հետո սուր ցավերով դիմում են նորից մեր մեթոդին, տարիների ընթացքում մկանները չաշխատելուց, սնուցումը դեպի միջողային սկավառակ չկատարվելուց առաջանում են ճողվածներ։ Իսկ ճողվածքը դա կոմպրեսիոն կոտրված չի, ողի մարմնի կոտրված չի ավտովթարից, որ ուղղակի կա դեպքեր, որ իրար պետք է վիրահատել, դա կարելի է համարել կոմպրեսիոն կոտրված, կամ ինչ-որ հրազենային ինչ-որ մի վնասվածքից կարելի է վիրահատել, դա կյանքի խնդիր է արդեն, բայց ուղղակի միջողային սկավառակի ճողվածքը մարդկությունը միշտ է ունեցել, եթե վարորդը երկար ժամերով նստում է, երկար ճանապարհ է քշում, ինքը ոտքի կարաթմրացություն առաջանա, քանի որ շատ երկար նստելուց նորից առաջանում է նման տիպի ցավեր կամ համակարգչի առջև է նստած, կրծքային հատվածում կարացավեր լինի եւ կարող է գլխապտույտներ, գլխացավեր, ուղղակի ոչ թե մենք պետք է մասնագիտությունը փոխենք, այլ նաեւ մեր առօրյայի մեջ պետք է ակտիվ վարություններ կիրառենք, քանի որ մկանի հիշողությունը 48 ժամ է։ Եթե մկանները երկար ժամանակ չեն սկսում իրենց գործողությունը կատարել, ժամանակ առ ժամանակ այն մոտ սկսում է ճնշման խնդրեմ տալ, գլխացավեր, հավասարակշռության գլխապտույտներ, խնդիրներ, դեռ ասեմ, որ քանի որ ինքը միջողային սկավառակի ճողվածքը ընդհանրապես ցավի հետ կապ չունի, եթե ցավի հետ կապ ունենար, ես դες ասեմ ամեն օր
կարելի ասել մոտ 3, 4, 5 մարդ դիմում է վիրահատությունից հետո, քանի որ նույն բարդությունները սկսվել են եւ կարելի ասել ավելի շատ բարդություններ են կրում վիրահատությունից հետո։ Գալիս է նույն ցավերով, երբեմն լինում է ցավերը եռակի անգամ շատ է լինում, նայում վիրահատությունից հետո ոտն է սկսում բարակել, եթե գոտկասրբանային հատվածում վիրահատություն են կատարել։ Ճողվածքը մարդկությունը դա միշտ է ունեցել, ուղղակի MRT սարքը, քանի որ կիրառվել 90-ականներից հետո բժշկության մեջ, մարդիկ նոր հասկացան 90-ականներից հետո, որ կա նաև միջվողային սկավառակի ճողվածք։ Առաջ կար աճուկային եւ պուպոշնի գրիժա, ձև ասեմ, երրորդ գրիժան ճողվածքը MRT-ից հետո արդեն պարզ եղավ, որ նաև կա միջվողային սկավառակի ճողված, բայց ճողվածքը ես ասեմ ինքը ցավ չի առաջացնում, եթե ցավ առաջացնի ցանկացած մեր վարություններից, եթե բժշկի ցուցումով տված է, որ 2 կիլոից ավել չի կարելի ինչ-որ ծանրություն վերցնել, պատկերացեք մեր վարժասարքը ընդհանրապես ինքը ասեմ, որ աշխատում է դեկոմպրեսիայով, ընդհանրապես հոդը թուլացնում է, եւ նաեւ շատ եմ նկատել տեսահոլովակներով, տեսել եմ, որ փորձում են ձեռքերով ուղղել, բացատրում են, թե ողերը տեղից դուրս է եկել, մենք ձեռքի հարվածով կարող ենք գցել տեղը, բերել ուղղել, ես ասեմ, ողը ընդհանրապես ինքը տեղից դուրս գալու համար դա շատ մեծ ուժ է պետք գործադրել, որ ինքը անհնար է տեղից դուրս գա, եթե դուրս գա, մարդը ոչ թե պետք է քայլելով գա տվյալ բուժողի մոտ, այլ պետք է ինքը ընդհանրապես պարալիզվի, պարոզ լինի իր մոտ, որ ողը դուրս եկավ, կպավ նյարդարմատին, նյարդաթելին, այդ մարդը ընդհանրապես այդ հատվածից ընդունենք այս հատվածի ողը տեղից դուրս է եկել, ստեղից մինչև այս կողմը կզգա, ներքև ընդհանրապես չի զգա, դա կոչվում է պարեզ, այսինքն ոչ հիմա տեղից դուրս չի եկել, որ մենք ձեռքերով կարողանանք տեղը դնել, ինչ-որ հարվածներով բերել իր ուղղման դիրքով, անհնար բան է դա, տեղից դուրս չի գալի, ուղղակի մենք ունենք պահորված մկաններ, ունենք ջլեր, դա MRT սարքը չի ցույց տալի, ցույց է տալի այս վիճակը, սա հետևանքն է, սա պատճառը չի, հիմա ես շատ մեր մոտ գալիս են, ցույց են տալի, մինչ վիրահատությունը, որ ընդունենք վիրահատող բժիշկը, որթել է, որ պետք է այսի պարտադիր վիրահատեն, վիրահատությունից հետո ցավերը նորից անցնում մի կարճ ժամանակ, այդ ցավերով նորից գնում է պավտորնի MRT, ասում եմ, ես մի հատ կրկնակի պետք է ստուգեմ, հասկանամ, լավ, ինձ վիրահատությունից հետո նորից այս նույն պրոբլեմը ինչի համար առաջացել եւ ցավերը ավելի սաստիկ, ավելի ուժեղ են։ Երկրորդ անգամ աստելուց հետո տեսնում եմ, որ միջվողային սկավառակի ճողվածք ընդհանրապես չունի, ասենք 1 ամսվա կամ 2 ամսվա մեջ դեռ չի հասցրել ճողվածք առաջանալ, բայց ցավերը չեն ացել, քանի որ այս ցավերի հետ ընդհանրապես կապ չունի։ Միջվողային սկավառակը 82%-ից ավել ինքը հեղուկ է, քանի որ ինքից սեփական անոթները չունի, սնուցում է միմիային մկանների շնորհիվ, փոխադրամիջոցը հանդիսանում է մկանը, միջվողային սկավառակը սնուցվում է միմիային մկանների շնորհիվ, ոսկորը, կալցի տանողը դա էլի հանդիսանում է մկանները, քանի որ մկանները ցավոք ոչ մի սար չեն տեսնում, առաջարկում են իմպլանտ վիրահատություն, ասեմ, որ դա շատ սխալ է, դա կոմպրեսիոն կոտրված չի, որ մարդուն ուղղակի ողը ծակեն, ինչ-որ ֆիքսացիաներով, ֆիքսատորներով կամ սկալյոզների ժամանակ, շատ հաճախ, շատ փոքր տարիքում, 16-17 տարեկան անգամ առաջարկում են վիրահատություն, ինչ-որ կոնստրուկցիաներով ուղղել, դա շատ սխալ է, քանի որ տարիների ընթացքում մեր ոսկորները, երբ որ մկանները ժամանակին սնուցում չեն կատարում, ոսկորները սկսում են թուլանալ, պատկերացեք այդ կոնստրուկցիան, ինչ որ հավաքում են դա մի քանի տարիներ հետո ինչ խնդիրներ առաջացնելու, կամ ընդունենք 16-17 տարեկան երեխային առաջարկում են վիրահատություն, ինքը նաև մինչև 20-21 տարեկան կարող է աճել, այդ ֆիքսատորներով ինչ որ ամրացնում են ողերի մեջ, պատկերացեք ողերը սկսեց աճել, ողնաշարը սկսում է աճել այդ մարդը այդ հասակի բոյի հետ, ողերը սկսում են աճել, այդ կոնստրուկցիան պատկերացեք ինչա լինելու, այդ ժամանակ որքանի որ իր հասակը եղել է շատ կարճ, ֆիքսատորներով հավաքելուց հետո այդ ողը կարող է տեղից տեղաշարժ լինել, ֆիքսատորը դուրս գալ։ Շատ են հանդիպում հիվանդներ, դիմում են սուր ցավերով գոտկասրբանային հատվածում, որ շատ սուր ցավեր ունեն, ես ստուգում եմ անմիջապես, հասկանում եմ, որ ոչ թե գայս եմ միջվողային սկավառակի ճողվածից գոտկասրբանային հատվածից լինում են շատ ժամանակ, որ մեր կոնքազդրային հոդը տարիների ընթացքում հիմնականը
1960-ից հետո կոնքազդրային հոդը սկսում է մաշել։ Դա կոչվում է կոքսարտրոզ, ուղղակի ցավը շատ մոտ է։ Ցավը երբեմն մեզ խափում է, ոչ թե աճուկային ցավ է տալի, այլ ցավը տալիս է ավելի շատ գոտկատեղում։ Եվ քանի որ ինքը շատ փուլեր է անցնում մաշման, ինքը 3 տեսակի ցավ կարող է առաջացնել՝ գոտկատեղ, աճուկային եւ ծոնք հատվածում։ Քանի որ սկզբնական շրջանում կարող է լինել հոդը մաշի, բայց ցավը տա մեր գոտկատեղում։ Շատ ժամանակ մարդիկ սկսում են գոտկատեղը բուժել, մոռանալով, որ առանց ռենտգենացնելու չեն հասկանում, որ ունեն կոքսարտրոզ սկսվող։ Եթե շատ շուտ ժամանակ ուղղակի հասկանում, որ կոնքազդրային հոդի խնդիր է, ոչ թե ողնաշարը գոտկատեղը բուժեն, կարելի է 1-2 աստիճան մինչև կոքսարտրոզը բարդության հասնելու, որ գալիս է 3-4 աստիճանի մաշվածություն, ասեմ, որ 3-4 աստիճան կոքսարտրոզը դա չի վերականգնվում, կինեզիթերապիայով ընդհանրապես դեղորայքով դա արդեն պետք է էնդոպրոթեզավորվի հոդը։ Քանի որ ցավերը սկզբնական շրջանում ցավը մարդը զգում է մեջքի հատվածում, չհասկանալով գայցը կոնքազդրից մեջքն են բուժում, եւ հետո շատ երկար տարիներ սկսում են բուժել եւ չեն կարողանում բուժել, հետո հասկանում են, գալիս են, ես ստուգում եմ անմիջապես բարձ երևում է, որ կոնքազդրային հոդը սկսել է իր շարժունակությունը լիարժեք չկատարել։ Եվ արդեն կամ շատ ուշ ստադիայում է լինում, որ արդեն պետք է էնդոպրոթեզավորվի, կամ էլ եթե նոր սկսվող է, արագ հասկանում ենք, սկսում ենք վերականգնել կոնքազդրային հոդը։ Ասեմ, ոչ մի ներարկում չկա հոդի մեջ, կլինի ծնգան հոդի մեջ, կոնքազդրային հոդի կամ բլոկադաներ ողնաշարում։ Դա ամենասխալ բանն է, քանի որ մկանավորային խնդիր է, ողնաշարը, կոնքազդրային հոդը, ծնգան հոդը պետք է սնուցում կատարվի, միայն վարությունների ճիշտ շարժվելու ժամանակ է սնուցում հոդը։ Նման տիպի բլոկադան ինչ է դա նշանակում, արգելափակում, իսկ մեր հոդերը պետք է շարժվեն։ Դա ուղղակի ցավի ինֆորմացիան է կորում, ես ձեզ ասեմ, ցավը ունի 1+, եթե մարդ ցավ չունեցավ, չի հասկանի իր օրգանիզմի հետ ինչ է կատարում։ Այսինքն մեզ ազդակ է գալի գլխից, որ մենք ունենք հոդում պրոբլեմ, մաշվածության խնդիր է, ցավերը առաջանում, մկանները, ջլերը սկսում են իր ֆունկցիան չկատարել, նորմալ շարժվել, առաջանում են կոնքազդրային հոդի մաշվածություն կամ ծնգան հոդի արտրոզ կամ արտրիտ։ Ոչ թե պետք է ժամանակ ինչ-որ բլոկադաներով, դեղորայքով, ինչ-որ հոդային տարբեր տեսակի դեղորայքով բուժել, քանի որ հոդը դեղորայքի կարիք ընդհանրապես չի զգում բուժման։ Դա միայն վարությունների ճիշտ կատարելու միջոցով պետք է վերականգնվի, որը մենք այդ պայմանները ստեղծում ունենք փառկասու վարժասարքը, որը բուժական ստատուս ունի, որը բուժական վարությունները ճիշտ կազմակերպելու ժամանակ հոդը սկսում է ժամանակաժամանակ երկար աշխատելուց հետո, եթե շատ ծանր վիճակում է, սկսում է վերականգնվել։ Մեր բուժարուն ունի 3 հատ միջողային սկավառակի ճողվածք, ասեմ չափը, որ շատերը կարող չգիտեմ չհավատան անգամ 3 սանտի չափս ունեցող 30 մմ չափս ունեցող ճողվածք։ Միջապես առաջարկել է վիրահատություն, հիմա փառք Աստծո, արդեն 3 տարի անցել մենք շարժվում ենք, քայլում ենք, ցավեր չկա, խնդրեմ 2 բառով ձեզ ինչ էին առաջարկել։ Շատ լավ։ Ամեն բան սկսվեց ծնկիս հոդի ցավից, ցավերը գնալով սաստկացան, սկսեցին խանգարել առօրյայում, բայց մի պահ եղավ, որ ցավերը արդեն սարսափել էին, այն աշան, որ ոչ ցավազրկող էր օգնում ոչ միտեղ, դիմեցի բժշկի, սկզբում MRT արվեց, պարզվեց ճողվածք է, ու երբ որ պատասխանով գնացինք բժշկի մոտ, ասացին միայն վիրահատություն։ Փորձեցի մի ուրիշ հիվանդանոց դիմեմ, որտեղ նույնպես ինձ առաջարկեցին վիրահատություն միայն, բայց սոցցանցերով ես տեսա բժիշկ Մադոյանին եւ կենտրոնը, որտեղ հնարավորություն կա առանց վիրահատության միջամտության օգնել։ Որոշեցի փորձեմ, մտածելով, որ վիրահատություն միշտ էլ հասցնելու եմ անել։ Մի քանի պարապմունքի ընթացքում ցավերս ամբողջությամբ են թողել։ Երրորդ պարապմունքից վախենում էի ճիշտ ասած սկզբում, ասում էի ցավերը ճողվածքս մեծա չի անցնի, բայց երրորդ մեր պարապմունքից ցավերը ամբողջությամբ անցել են ու ես անցել եմ իմ առօրյա կյանքին։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ բժիշկ Մադոյանին եւ իր թիմին։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ, ես Գոհարն եմ Խաչատրյան, տարիքս 50 տարեկան,
2 տարի տառապում եմ ողնաշարի ցավերից, հիմնականում աջ կողմից թուլությունը, ցավերը անհանգստացնող, անցել եմ բուժում 2 տարի, սրսկումների տեսքով, տոկերի տեսքով, բայց արդյունքում էլի նույն ցավերը ակնհայտ կար, գլխացավեր, ամիս ու կես հաճախում եմ Արտուր Մարդոյանի կենտրոնը կինեզիս եւ արդյունքը ակնհայտ լավ է, լիովին առողջացել եմ, ոչ մի խնդիր, ոչ մի ցավ չունեմ, պրոֆիլակտիկ շարունակում եմ գալելի։ Բարև ձեզ, ես Արտավազդ Մարզումանյան, 65 տարեկան, ծնկի վիրահատում եմ տարել 3 տարի առաջ ու տարին մեկ անգամ սրսկում եմ ծնկից սոլո 500, բայց ամեն տարի ցավերը նորից առաջանում էին, նորից ստիպված գնում էի սրսկելու։ Կնոջս մոտ մի թեթև խնդիր կար, եկանք Արտուրի մոտ ու տեսնելով դրական արդյունքը որոշեցի ես էլ գամ, առավել ևս որ Արտուրը ասեց, որ ծնկի վարժություններով կարող է իմ խնդիրները լուծել։ 2 ամիս է պարապում եմ ու դրական էֆեկտը շատ լավ զգում եմ ու ասեմ, որ ոչ մի վիրահատում եւ ոչ մի սրսկում չի կարող այդ արդյունքը ապահովել, ինչը այսօր ես ինձ զգում եմ։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել Արտուր Մարդոյանին եւ կոչ եմ անում բոլորին, ով նմանակի խնդիրներ ունի, այցելի այս կենտրոնը։ Ժողովուրդ ջան, մոռանում ենք դեղորայքային բուժման տարբերակը եւ փոխարինում ենք շարժման միջոցով տարբերակը։